Բարև ձեզ։ Բարև ձեզ, ես Վլադիմիրն եմ, ուրախ եմ ծանոթանալու համար։ Նստեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենակ եկեք է Աննա։ Քրոջս հետ եմ եկել, ուղղակի քույրս տեղավորում է, ուղղակի չուզես ներկայան ամուսնու պատճառով։ Բայց էստեղ է ինքը։ Լավ։ Դիտենք տեսանյութը ձեր մասին, լավ, հետո կխոսենք։ Աննա Հարությունյան 32 տարեկան է, մասնագիտությամբ դերձակ է, զբաղվում է նաև ասեղնագործությամբ և հուլունքագործությամբ, նկարում է, սիրում է բնությունը և աչք շոյող գեղեցիկ առարկաներ։ Երազում է հանդիպել հետաքրքիր կապուտաչյա էլեգանտ տղամարդու, ով երբեք չի վիրավորի իրեն ոչ խոսքով, ոչ գործով, և իհարկե կսիրի իրեն, կկիսի իր հետ բոլոր տխրություններն ու ուրախությունները։ Շատ դյուրահավատ և պարզ մարդ է Աննան, անկեղծ խոստովանում է, որ ուզում է ամուսնանալ, հայրական տանից դուրս գալու և սեփական կյանքով ապրելու համար։ Աննան ծրագրավորում է 2 որդի ունենալ, և քանի որ բնակարանով ապահովված է, դեմ չէ լինի, եթե իր ապագա ամուսինը տնփեսագար։ Աննա, ինչու հենց 2 երեխա։ Ես ուղղակի 2 հատ փոքրիկ տղա երեխա եմ ուզում ունենալ։ Այնպես տղա, հա։ Ընտանիք ունենալ։ Ինչու տղա։ Ես տղա եմ ուղղակի ցանկանում ունենալ։ Աղջիկ չես սիրում, որ բանտիկները կապես, հագցնես կիսա։ Եղբայր ունեք։ Հա, եղբայր ունեմ։ Քույրեր ունեք։ Հա, քույրս եկել է։ Հետաքրքիր է, չէ՞։ Որ հենց տղա է ուզում։ Ես ձեռագործող եմ, Աստվածաշնչի Հիսուս եմ ձեռագործում, շատ տնտից ձեռի շնորհք ունեմ։ Շատ թանկանոց նկարներ եմ գործում։ Հետո ինչ եք անում այդ նկարները վաճառում։ Արտասահման տուրիստներն են գալի տանում։ Գոբելեններ, բաներ, $3000, $5000 շատ թանկանոց նկարներ։ Գոբելեններ, բաներ եք գործում, բա։ Վզնոց փայլուն հուլունքներով նկարներ։ Իսկ ինչի ես ուզում անպայման, որ օրինակ փեսացուն գա եւ ձեզ հետ ապրի։ Իմ ծնողների կամքն է, ինձ համար նշանակություն չունի, ես կարամ տնփեսա, հա լինի։ Նշանակություն չունի, կարամ ես գնամ, ինձ համար ուղղակի իմ ծնողներն են ցանկանում, ես իրանց հետ ապրեմ, էլի մամա։ Մեծ են ծնողները։ Չէ, մամայից պապա։ Բայց պատկերացրու, որ տղան էլ կարող է ծնողներ ունենա, չէ։ Տղան էլ կասի, չէ, ես ուզում եմ, որ դու իմ ծնողների հետ Ինձ համար նշանակություն չունի, կարամ ես գնամ։ Այս դու քո որոշումներդ ինքդ ես կայացնում։ Հա, ուղղակի իմ պապայի, մամայի շատ են սիրում, դրա համար չեն ուզում իրանցի հեռու ապրել։ Բա ինչ տարավ, դու քեզ համար մեկա, բայց պապայիդ մամայիդ ասածով ես անելու։ Իսկ դուք ինչ ձևի տղա եք ուզում, որ ձեր կողքին լինի տղամարդ։ Էլեգանտ ջենտլմեն, սալիտնի վիդով եմ։ Շատ բարձր ճաշակ ունեմ։ Այս դուք ձեր մասին տենց կարծիքի եք։ Դե շատ շնորհքով եմ, դրա համար իմ ճաշակը շատ բարձր է։ Ճիշտ ես ասում։ Բայց շնորհքով լինելը դա դեռ բարձր ճաշակի նշան չի։ Դու կարող ես շատ շնորհքով լինես, բայց կարող ես բարձր ճաշակ չունենալ։ Աննա, սիրած ունեցել ես երբեք։ Ընդհանրապես երբեք։ Ոչ մեկի հետ չեմ շփվել։ Ոչ մեկը Ոչ մեկին չեմ սիրել, ոչ մեկին չեմ սիրահարում։ Չի գտնվել կյանքում տենց տղամարդ, որ դուք նայեք ու ասեք վայ։ Ես Տաուշի մարզից եմ, Բերդից եմ, դրա համար ես ընտրություն չեմ արել, որովհետև ես չեմ ցանկացել գյուղում ապրեմ։ Ես Ջուլիան գյուղում ենք ապրում, գիտես։ Ես էլ եմ գյուղից, ուղղակի ես չեմ ցանկանում գյուղ գտնեմ, գյուղում ապրեմ։ Իհարկե։ Դուք գյուղացի եք։ Հա, ես Տաուշի մարզից եմ։ Կենթանիների հետ ո՞նց եք։ Ես կենթանիներ շատ եմ սիրում։ Կով, հա, դրանք պահում են ձերոնք։ Ունեք։ Չէ, չեմ պահում, բայց Ասենք ես գյուղացի եմ, եկել եմ, նստել եմ, կով ունեմ, կինապետ, որ կով կթող լինի, պանիր կթող գցի, լավաշ թող լինի։ ես կենթանիներ սիրում եմ, ամեն ինչ սիրում եմ։ Չենք ասում կովին Ասնակովը կգթես, կարես։ Էց կգթես, ոչխար կգթես, պանիր կներես, հաց կթխես։ Ես ամեն ինչ շնորհք ունեմ։ Ամեն շնորհքն ես ասա ասма, ես կենթանիներ սիրում եմ։ Բա ինչ ես ընտրել քաղաքաս։ Ուզում եմ իմ քվոր ու եղբոր հետ ապրեմ, էլի չեմ ուզում Դուք հենց գյուղում ապրեմ։ Ահա։ Հենց նոր ասեցիք, որ ձեր ծնողը ուզում է, որ դուք իրանց մոտ մնաք, ձեր հայրն ու մայրը։ Քույրդ եղբայրդ ստեղ են ամուսնացած։ Այսինքն ձեր ծնողուն ուզում եք թողեք մենակ Շամշադինում։ Մենակ չեմ թողում, Դուք ուզում եք գա քաղաք։ Հա, իմ աղբերն էլ այնտեղ տերություն անում։ Աղբերել ունեմ։ Ասես քվորս ու աղբորս մոտ եմ ուզում գամ։ Քանի երեխա եք, կներեք։ 3 երեխա եմ։
Դու եղբայրդ ապրում եք ծնողների հետ։ Հա։ Ախպերտը գնում է գալիս է իր քրոջ մոտ։ Իմ եղբայրն ամուսնացած ընտանիք ունի։ Բայց ապրում Քույրս էլ ամուսնացած։ միասին եք ապրում։ Հա, մենք ընտանիքով Բայց միասին ուզում ենք։ տնփեսա բերի իր տղու մոտ։ Դու եք ամուսնանաս կգնաս։ Ուշ կքինում եմ հերից մամ։ Կինում է հոր։ Վայ ասում ուշ կինում է։ Չի ցանկանում, էլի ես Շատ ինձ ես դու։ Հա, բերցից եմ, տաղուշի մարդը բերցից։ Լուսիա, հլա աստղերը ինչ են ասում։ Շատ լավ բաներ են ասում, Աննա ջան։ Դե ասա մի հատ։ Այնքան մաքուր մարդ ես, ուղղակի ստեղ մի քիչ ամաչում ես խոսել, չէ՞։ Կաշկանդվում ես։ Չէ, ես չեմ կաշկանում, ես պարզամիտ աղջիկ եմ։ Պարզամիտ, հա։ Շատ պարզամանտ։ Աչքերը ջիջ, բլուզը դու ես գործել։ Հա։ Ճաշակով ես գործել։ Սոֆա, որ նոր ասեց ես բարձր ճաշակի տեր եմ, ճիշտ ասեց։ Հա։ Ընդունեք։ Մերկուրին Ընդունե գտնվում է առյուծի համաստեղությամբ, սա հենց իր ճաշակն է, իր սեր, խորություն, գիտակցություն դեպի արվեստը, շատ լավ հունար կա ձեռքիդ։ Ես Հիսուս եմ ձեռագործել վզնոցով, բանի հուլունքով փայլուն, ամեն նկարել ձեռագործում եմ, ես հատուկ արվեստով եմ ապրում, նկարների ձեռագործությամբ եմ ապրում։ Ծախում եք հատուկ արվեստով ապրում։ Շատ թանկանոց նկարներ եմ Իսկ նվեր տվել ես։ Դա։ Նվերել եմ տվել, վաճառել եմ։ Ուրեմն Յուպիտերդ էլ է գտնվում առյուծի, դա արդեն քո ցուցադրությունն է, մարմնիդ խոշորություն, քո մտածելակերպ, քո ձեռքի աշխատանք, ինքը հենց Յուպիտերից, որտեղ շատ հզոր, շատ սիրուն տակ Յուպիտեր ունես, որը քեզ ցուցադրում ես քո շնորհքով։ Շնորհալի աղջիկ ես դու։ Ինչ կա ստեղ։ Իսկ ընտանիքը հայրական դու չես թողնի երբեք։ Կթողնեմ ուղղակի իմ հոր ցանկությունն է, էլի։ Այնտեղ ձեր հայրական օջախում մի բան եղավ, դու շատ ծանր կտանես, դե անընդհատ կապդ պաշտպանես, վեներատ այդպես ասում։ Վեներատ խեցգետինում է նշանակում անդադ ուշքում իդ քո հայրական օջախն է։ Ես իմ ընտանիքին շատ եմ սիրում, տան ընտանիք։ Հետո լսի, ունես այստեղ դու մոլորակներ էլի կույսի համաստեղության, որը նշանակում է քո ընկերը, սիրած ընկեր, կամ ամուսին, կարող է տարիքային լինի, կամ քեզանից մեծ լինի, կամ փոքր լինի, կամաձայնվես այդ քայլը։ Հա, ոչինչ։ Հա, փոքր որ լինի։ Ինձ համար նշանակություն չունի։ Տենց մի ասա, ամեն ինչ կյանք պետք է ապրես, հետո ոչ կլ նշանակություն չունենա։ Թակ չամուսնանամ, ինձ համար ինչ նշանակություն ունի։ Մենակ թե ամուսնանա։ 80 տարեկան էլ էլի կամուսնանա, հələ սպասի։ 80 տարեկան էլ էլի կամուսնանա։ Չէ, բալիկներ Ընտանիք եմ ուզում։ Ընտանիք եմ ուզում կա։ Ճաշակով ոյով գեղեցիկ։ Նշանակություն չունի։ Ում հետ։ Ում հետ կամուսնանաս նշանակություն չունի։ Ինձ համար մենակ ուզում եմ ընտանիք կազմել։ Հա, ամուսնացած բաժանված երեխա ունեցողի հետ կամուսնանաս։ Չէ, Աննա ջան, ծնողներդ գիտեն որ եկել ես։ Հա, մամայս։ Համաձայն են։ Հա, քույրս այստեղ է, հետս բերեն եմ մնաց չգամ։ Հա, կուզենայր ներ Վլադիմիրին։ Հա։ Դուրը դա եկել։ Ոչինչ։ Մենք բոլորս ունենք որ քեզ դուրա եկել։ Լավ, Աննա ջան, անակնկալը, որը պատրաստել ես Վլադիմիրի համար, կներկայացնես։ Հա։ Էսի կյանքի խորհրդանիշ է նշանակում, կյանքի հույսի ապագայի խորհրդանիշ է նշանակում։ Շնորհակալ եմ։ Մերսի։ Աննա ջան, շնորհակալություն, սպասեք սենյակում։ Ինչ կասես, Վլադիմիր։ Երեք աղջիկներն եկել են նույն նպատակով։ Հավատարիմ, ցանկալի է բարի, հավատքով իրենց ամուսին ընտրեն, նույն ձևով ես կին եմ ուզում։ Ես գիտես ոչ Նվարդին, ոչ Աննային չտեսա քո кողքին։ Ես քո кողքին տեսա միայն Леонային, потому что я думаю, вот она такая спокойная, милая, нежная девочка. По-моему, это կերպարն է, որ քեզ շատ կսազի։ Տեսնենք, ես շատ կցանկանայի, որ Լեոնան դուրս գար հետդ։ Դու ինչ կասես։ Լեոնային։ Ջուլին կհարցնել էր համապատասխան։ Միայն ու միայն Լեոնան։ Ես էլ եմ այդպես կարծում։ Դու իհարկե լսի, այն ինչ որ կասի քո սիրտը, բայց դա մեր խորհուրդն է։ А ты сделай свой выбор так, как ты хочешь. Վլադիմիր ջան, գնա լեզու թափի, կարգին ես։ Վլադիմիր ջան, շատ լավ անձնավորություն ես։ Շատ ինձ անձնապես դուր եկար։ Շատ, իսկ ես իրոք հաջողություն եմ ցանկանում կյանքում, դու շատ բաներ ես հաղթահարել եւ ես հավատում եմ, որ դու ամեն ինչին ես կյանքում կհասնես։ Շնորհակալ եմ։
ինձ է շատ դուր եկար եւ ես քեզ ասեցի լի ընդհանուր բան, որի մեջ կար ամեն ինչ, որ դու Հայաստանի համար իսկական քաղաքացի եք լինելու։ Շատ դաստիարակ, բայց շատ լավ տղա ես։ Բոլորից դուր եկար։ Գնա եւ ընտրություն։ Գնարա քո ընտրություն։ Բայց մի հատ ես քեզ ասեմ, Վլադիմիր ջան, եթե իրոք ուզում ես տանը նվիրված կին, ինչպեսին որ երեխաներիդ մայր, քեզ կին ծնող, դա նվարտն է։ Ինչ անենք, սիրտը տոն կուզի, բայց նվարտն է, որտեղ նվարտը իրոք կանեն ամեն ինչը որ դու ուզում ես։ Հիմա կարող է չաս, հիմա ընտրություն կայացնեմ։ Դե մարդը պետք է մի քիչ էլ լսի իր ներքինը ինչ կասի։ Այո, նախ ծանոթանամ, ընտրություն անեմ։ Գնա Վլադիմիր ջան, գնա արա քո ընտրություն։ Սրանք ինչ այն թողեմ ստե։ Այո, դու մնա հետո կվերցնենք։ Շնորհակալություն։ Առաջ։ Մի քանի վայրկյանից մենք իմանանք, թե ում ընտրեց Վլադիմիրը։ Վլադիմիր, հրավիրում ենք քեզ տաղավար։ Վլադիմիր, ինչու այդպես։ Փորձում եմ հասկանալ Լեանային, եթե ես իրան եմ ուզում, բայց ոնց հասկացա ինքը ինչ չի ուզում ընտրի։ Բայց դու մտարսենյակ ինքը դուրս չեկավ քեզ։ Ես իմացա, որ ինքը չի ուզում։ Ընդհանրապես իրան ընտրա։ Եթե Լիանան կկամենա, եթե չէ, Ոչինչ Վլադիմիր ջան, քեզ բարի բախտ ենք ցանկանում, որ երից մի օր դու կհանդիպես։ Ես էլ Վլադիմիր, քեզ ցանկանում եմ իրոք երջանիկ լինես ու շատ հաջողակ կյանքում։ Եվ դա կլինի։ Եթերում արի ամուսնանանք հաղորդումներ։ Եթե ցանկանում եք մասնակցել մեր հաղորդմանը, ապա համեցեք մեզ մոտ։ Եվ տա Աստված, որ ձեր ընտրյալը օրերից մի օր ասի. Արի ամուսնանանք։ Ձեզ հետ էին Լուսիա Հակոբյանը, Սոֆի Դևոյանը եւ Ջուլիետա Ստեփանյանը։ Մինչ նոր հանդիպում։ Տեսություն։ Հաղորդման հովանավոր